Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Տիկին Անդրեասյան, երեք դուք այստեղ զեկուցում եք տարեկան բյուջեի կատարողականը եւ ձեզ հարցեր ուղղվեցին ավելի շատ մեր կողմից, քան ընդդիմադիրների, բայց ձեր հեռանալուց հետո այսօր ելույթների ժամանակ մի զգալի հատված նվիրված էր ձեր ոլորտների բյուջեի կատարողականին եւ նաեւ ոլորտի կառավարմանը մի քանի դիտարկում հասցրի առանձնացնել, չգիտեմ ինչու ձեզ չեն հարցնում, այլ որպես ելույթներ են մեր գործընկերներ ընդդիմադիր, մտածելով որ դա այդպես շատ վստահ տոնով ասելով կարող են տպավորություն ստեղծել, թե ճշմարտությունն են ասում։ Մի քանի դիտարկում կուզեի առանձնացնել եւ եթե դուք էլ ինչ-որ բան ֆիքսել եք, կխնդրեմ անդրադառնալ այդ պնդումներին, որպեսզի անարձագանք չմնան։ Մեր գործընկերներից մեկը պնդում էր, որ agrarային համալսարանի մեր ծրագրերը չեն աշխատում, կրթաթոշակների ծրագրերը, որոնք ներդրել ենք ոլորտի բարեփոխման եւ մասնագետների ներգրավման համար, կուզեի անդրադառնալ սրան։ Մեկ նույն գործընկերը պնդում էր, որ այդ գյուղատնտեսական ինստիտուտները 19 թվականին միացրել ենք agrarային համալսարանին, այսինքն կեղծ պնդումներ էին անում դրա հետ կապված։ Մի ուրիշ գործընկեր ակադեմիական քաղաքի նախագիծը անվանեց փուչիկ եւ ներդրումները վատնում այդ նախագծում մեկ ուրիշ գործընկեր էլ անպագորգոր հայտարարություններ էր անում բուհերի քաղաքականացվածության մասին, մինչդեռ այստեղ մենք ունենք ուղիղ հակառակ իրավիճակը, ինչպես իմ գործընկեր Սոնա Ղազարյանն էր ասում, կան տեղեր, որտեղ որ մենք չենք միջամտում եւ մարդիկ մտածում են, որ կարող են իրենք միջամտել եւ դարձնել իրենց կուսակցությունների ֆիլիալները։ Կուզենայի անդրադառնալ այս հարցերին, մնացածի մասին արձագանքի ժամանակ շնորհակալություն։ Հարցին կպատասխանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան, հարցի համար մի քիչ արդար չի, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրը առնվազն 10 րոպե ուներ։ Ես պետք է փորձեմ ավելի կարճ ժամանակում այդ բոլոր հնչած տարօրինակ մտքերին անդրադառնալ, բայց փորձեմ։ Որտեվ սա այն դեպքն է, երբ որ ոչ թե ուղղակի մեկնաբանություններ եմ անելու, այլ զուտ փաստեր եմ բերելու Ագրարային համալսարանի մասին։ Ագրարային համալսարանում 2024-25 ուսումնական տարում 23-24 ուսումնական տարվա նկատմամբ ունեցել ենք ընդունելության 67% աճ։ Նախորդ տարի 1924 ուսանող դարձել է ագրարային ոլորտի կրթություն ստացող ուսանող եւ վաղը համալրելու է այս ոլորտում կադրային պահանջարկը։ Սակայն սա ամբողջ պատմությունը չի, ինչպես հիշում եք, գերակա կրթաթոշակների մասին որոշումը կառավարությունը կայացրեց նախորդ տարի օգոստոսի վերջին եւ պարզ է, որ դրա ազդեցությունը ընդունելության վրա մենք կարող էինք տեսնել այս տարվա գործընթացների ժամանակ եւ մի ցուցանիշ բերեմ։ Այս տարի գերակա մասնագիտություններով, որտեղ 70,000 դրամ կրթաթոշակի հնարավորություն է ընձեռվում ագրարային ոլորտում, 88.46% աճ ունենք դիմելիության։ Սա այն ցուցանիշն է, որը որ ուղղակի վկայում է այդ ծրագրի ազդեցության մասին։ Եվ սա դեռ առաջին տարին է, եւ վստահ եմ, որ այս ծրագրի գործունեության հաջորդ տարիներին այս ցուցանիշները ել ավելին են լինելու եւ սա նաեւ ցույց է տալիս, որ ճիշտ քաղաքականություն ենք վարում։ Սա ամբողջը չի։ Երեք պարոն Խաչատրյանը ինչ-որ պնդումներ էր անում 3 ինստիտուտների մասին, որոնք միավորվել են 19 թվականին ագրարային համալսարանին եւ հարցնում էր կան արդյոք այդ ինստիտուտները եւ այսօր այստեղ ինչ-որ մարդիկ մեզ հարցնում էին արդյոք մենք չենք ամաչում, անկեղծ ասած ես հիմա ամաչում եմ եւ պարոն Խաչատրյանի փոխարեն, որովհետեւ կարծում եմ, որ падգամավորը որևէ հարց հնչեցնելուց առաջ գոնե թե պետք է տարրական փաստ ստուգի։ Այդ բոլոր 3 ինստիտուտները, երկրագործության գիտական կենտրոնը, Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման եւ վերլուծության կենտրոնը, Բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը
գործում են էկոնոմիկայի նախարարության ներքո, ինչպես եւ գործել են եւ շարունակում են ստանալ բյուջեից ֆինանսավորում կարևոր գործունեության համար։ Իհարկե առաջիկայում բուհերի խոշորացման եւ գիտահետազոտական ինստիտուտներին միավորման գործընթացի շրջանակներում նաեւ կքննարկվի դրանց հետագա գործունեության ավելի նպատակահարմար վայրը։ Ժամանակը ավարտվեց, ցավոք մնացածը արձագանքի ժամանակ։ Արձագանք։ Շնորհակալություն Տիկին Անդրեասյան, առիթից օգտվելով ասեմ, որ այս ամսվա 27-ին մենք ունենք խորհրդարանական լուսումներ բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի վերաբերյալ եւ հույս ունեմ այնտեղ բոլոր հարցերին անդրադառնալու հնարավորություն կունենանք եւ շարունակեք արձագանքել մնացած մասին հարցի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ակադեմիական քաղաքը փուչիկ անվանող բոլոր դիտարկումներին ես մի պատասխան ունեմ տալու, ինչպես միշտ այդ պատասխանը աշխատանքն է։ Մենք այսօր ակադեմիական քաղաքի մասին խոսում ենք, երբ որ հիմնական հարցադրումները հնչում են, արդյոք քաղաքը կլինի 30 թվականի ապրիլի 1-ին, թե ապրիլի 28-ին։ Եվ սա այդ աշխատանքի վկայությունն է, որովհետև եթե մենք միասին հասել ենք խոսակցության այն մակարդակին, որ քննարկում ենք քանի ամիս առաջ կամ հետո է քաղաքը լինելու, մի բան այդտեղ անվիճելի է, քաղաքը լինելու է։ Իսկ որ լինելու է, դա վկայում է մեր ընթացիկ աշխատանքը միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունների հետ, որոնք առաջին անգամ չի, որ նման քաղաքներ են կառուցել, եւ ես վստահ եմ, որ շատ կարճ ժամանակ հետո մենք նաեւ կոնկրետ աշխատանքներ ենք տեսնելու ակադեմիական քաղաքի տարածքում, արդեն տարածքի մաքրման, հողաշինարարական ճանապարհների եւ մյուս ենթակառուցվածքների ուղղությամբ աշնանն էլ կունենանք մեծ կոնֆերանս, բոլոր թերահավատներին հրավիրում եմ գան, լսել եւ միանան այդ մեծ աշխատանքին, որովհետեւ դա մեր հանրության եւ մեր զարգացման համար ամենակարևոր ծրագրերից մեկն է։ Ես բուհերի քաղաքականացման մասին, եթե թույլ կտաք ընդամենը մեկ նախադասություն, գիտեք, ուղղակի չի կարելի։ Կրթական համակարգը վերջապես շնչում է։ Մարդիկ օձիք են թափ տալիս։ Կրթական համակարգը վերջապես զբաղվում է կրթությամբ։ Իսկ ովքեր խոսում են բուհերի կուսակցականացումից, թող գնան տեսնեն ինչպես են բուհերի շենքերը տվել կուսակցական գրասենյակների տակ հենց նույն agrarային համալսարանում։ Շնորհակալություն։